Ձմերուկի մասին եմ ձեզ ասելու։ Ձմերուկը գիտեք իր մեջ պարունակում է 95% ջուր, բայց ունի նաև շատ կարևոր հատկություն։ Սիրելիներս, եթե դուք ունեք դիաբետ, եթե դուք ունեք երիկամային խնդիր, առողջական խնդիրներ, որոնց որ հակացուցված է ձմերուկը, այս ռիլը նայելուց խնդրում եմ ուշադիր եղեք։ Շատ տարիներ ես ունեմ մի հատ հետաքրքիր դիետա, դետոքս դիետա է, որը անում եմ հիմնականում կիրակի օրերը, քանի որ ունի միզամուղ հատկություն, իմիջիալոց ասեմ, որ ձմերուկը իր մեջ պարունակում է վիտամին C, K եւ կալիում։ Հիմա տեսեք ինչ ենք անելու։ Ես երբ որ մարդը կշռում է մոտավորապես 70 կիլոգրամ, կներեք, 70 կիլոգրամի ժամանակ հանձնարարում եմ գնել 6-ից 7 կիլոգրամանոց լավ ձմերուկ։ Ապա ինչ ենք անելու։ Այդ ձմերուկը բաժանում ենք մասերի, բաժանում ենք 4 հավասար մասերի։ Մեկը անելու ենք սմուզի, մյուսը ուտելու ենք եւ նորից ժամը 4-ին անելու ենք սմուզի եւ ժամը 7-ին ուտելու ենք, բայց ձմերուկի կուրսը դետոքսի ժամանակ մի շատ կարևոր բան եմ ձեզ ասելու, պետք է օգտագործեք կաթնաշոր կամ ուղղակի անալի պանիր։ Ինչու համար, որպեսզի մենք հանկարծ չձրազրկվենք եւ մեր կալիումը պահպանենք, կալցին պահելու համար։ Կարող եք օգտագործել նաեւ կունջութի սերմը, երբ որ սմուզի եք անում։ Հիմա ձեզ ասեմ, շատերը ձմերուկը, չգիտեմ, լվանում են, չեն լվանում, բայց ես շատ եմ տեսել, որ չեն լվանում, անպայման պետքա ձմերուկը լվանանք։ Սմուզին պատրաստելու համար մենք պետքա կտահան անենք, կտերը պետքա հանենք։ Ես հիշում եմ, փոքրիկ ժամանակ մենք նույնիսկ ունեինք ձմերուկի տեսակ, հոկտեմբերյանի ձմերուկ էին ասում, որի կորիզները բավականին մեծ էին եւ սև գույնի կորիզներ էր։ Ու մամայինք միշտ ասում են, որ հանկարծ չուտեք, ձեր արյունը կջրիկանա, կհիվանդանա, վատ բաներ կլինի, փոքր էինք չէինք հասկանում։ Հիմա տեսեք, պետքա անպայման կտահան անենք։ Եվ այս դեռ շատ մանրակաթնային է, սրանք այդքան ապասնի չի, այդքան վնասակար չի, բայց երբ որ ինքը կուտը, կճեպը հաստ է, ուղղակի խնդրանք ձեզ, հանկարծ դրանք չուտեք, լավ։ Հանում ենք մաքսիմալ մեծ կտիկները եւ սմուզի ենք պատրաստում։ Սմուզիում ջուր չենք օգտագործելու։ Միակ բանը, որ կարող եք սմուզիի մեջ ավելացնել, մենք ունենք աղացած կունջուտ։ Բազմիցս ասել եմ, աղացած կունջուտը աղի նման ձեր տան սեղանների վրա պետքա լինի։ Սմուզին անում եք, կունջուտը լցնում եք, խառնում եք եւ խմում։ Եվ ամենակարևոր մի բան եմ ուզում ասեմ, այն մարդիկ, ովքեր որ դիալիզի են, իրանց խստիվ արգելվում է, հանկարծ ձմերուկ չուտեք, խնդրում եմ ձեզ, ուշադիր եղեք։ Եթե ձեր երիկամները նորմալ չեն, երբ դուք ունեք երիկամային պաթոլոգիա, մի կերեք, քանի որ ինքը շատ ուժեղ միզամուղ է համարվում։ Լավ, հիմա ես սարքեմ ձեզ ու ցույց տամ, թե ինչպես պետք է անել։ Տեսեք ինքը արտակարգ դետոքս է եւ ձեր օրգանիզմին խոնավություն է տալիս եւ թթվածին է եւ չգիտեմ այնքան օգտակար հատկություններ ունի վիտամին C, կալիում, կալցիում տեսեք ինչ լավն է